Թողասանը փառավորվի, բարի լուրը ավետարանը մեզ ավետում ուզում եմ այդ համարը կարդամ ու մի քանի րոպե Աստծո խոսքից նայենք, զրուցենք ու էլի եղբայրները կշարունակեն, կարդալու եմ Ղուկաս 2-րդ գլուխ 10 համարը։ Եվ հրեշտակ ասաց նրան. մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, թե այսօր ձեզ փրկիչ ծնվեցավ Դավթի քաղաքում, որ է Քրիստոս Տերը։ Թող Աստված օրհնի քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամբողջ հոգևոր աշխարհը, քրիստոնյա աշխարհը, քրիստոնյա մարդիկ, քրիստոնյա երկիրները այսօր տոնում են Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Բայց ցավոք սրտի շատերը գիտակցելով են տոնում, իսկ շատերը ուղղակի տոնում են չհասկանալով ինչ ծնունդ են տոնում։ Երբ որ մենք նայում ենք մեր առօրյան, քույրեր ջան, եղբայրներ ջան, տեսնում ենք, որ երկրի վրա շատ հզոր մարդիկ են ծնվել, շատ հզոր ծնունդներ են եղել, բայց այդ ծնունդներն եղել են ժամանակավոր։ Տարիների ընթացքում այդ մարդիկ մոռացվել են։ Տարիների ընթացքում այդ մարդկեքի գերեզմանները մոռացվել են, լքվել են, դարել են ամայի։ Բայց երբ որ տեսնում ենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, մոտավորապես 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը ծնվեց, ու այսօր այդ Հիսուս Քրիստոսը կենդանի է։ Այսօր այդ Հիսուս Քրիստոսը ստեղ է։ Հիսուս Քրիստոսը իմ ու քո սրտի մեջ է։ Հիսուս Քրիստոսը ամենուր է։ Ուզում եմ, որ այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, ամեն մեկը նայենք մեր ներսը, քննենք մեր էությունը, արդյոք այդ Հիսուսը իմ սրտում ծնվել է թե չէ։ Գիտես, հավատացյալ մարդիկ շատ կան, Հիսուսին հավատացողներ շատ կան, բայց իրանց կյանքը Հիսուսին հանձնած մարդիկ, դրանք շատ քիչ են։ Գիտեք, հավատող մարդիկ շատ կան, որ հավատում են, որ Աստված կա։ Երբ որ մարդկեքի հետ խոսում ենք, վկայում ենք, ասում են, դե գիտես ինչ, չեն համարձակվում ասեն Աստված կա, դե ասում են մի հատ ուժ կա, մի հատ ինչ-որ մի բան կա, այս մարդը չի համարձակվում, որ ասի Աստված կա։ Քուրս ու աղբերս, այսօր Հիսուս եկել է, որ ինձ ու քեզ փոխի։ Այսօր ուզում եմ մի պահ խորհենք, ինչ տվեց Հիսուս Քրիստոսի ծնունդը ինձ ու քեզ։ Մի պահ մտածի։ Գիտեք, երբ որ կարդում ենք ավետարանը ասում է, որ ամբողջ աշխարհը կենում է չարության մեջ։ Այսօր ես ու դու ենք այդ չարության մեջ։ Եթե Հիսուս Քրիստոսը չծնվեր, եթե Հիսուս Քրիստոսը չխաչվեր, եթե Հիսուս Քրիստոսը իմ ու քո մեղքերի համար այրուն չթափվեր, մենք էլ ենք այդ չարության մեջ կենալու։ Այսօր Հիսուս Քրիստոսի ծնունդի նպատակը նա է, որ ինձ ու քեզ այս աշխարից, այս շարությունից անեց։ Գիտես քույրեր ջան, եղբայրներ ջան, շատերս սա չենք հասկանում։ Շատերս ապրում ենք հենց, ոնց որ մենք ենք ուզում։ Շատերս ապրում ենք հենց, ոնց որ իմ կամքն է թելադրում։ Երեկոյան, երբ որ տուն է գալիս, տեսնում եմ մարդիկ լույսերը ձեռին եկեղեցուց տուն են գնում։ Գիտես, այդ լույսը ժամանակավոր է։ Այդ լույսը մինչև այդ մոմի հատներն է, բայց Հիսուս Քրիստոս կենդանի լույսը այսօր իմ ու քո սրտերի մեջ է։ Հիսուս Քրիստոս կենդանի լույսը այսօր մեր ներսում է, այդ լույսին ամուր պահի։ Երբ որ կարդում ենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, Եսայի 9-րդ գլուխ 6-րդ համարը, տեսեք ինչ ասում, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեցավ, եւ իշխանությունը կլինի նրա ուսերի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան։ Տեսնում ես քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ես եւ դու ժամանակավոր չենք, այդ սատանան այնց ու քեզ խապում, այսօր մենք հավիտյան ապրելու ենք, ու մեր հավիտենության հայրը Հիսուս Քրիստոսը ծնվել է, որ մենք ընդունենք իրան, որ մեր սիրտը բացենք իր առջև, որ ինքն է մեր ներսում ծնվի, ու մենք էլ մեր հավիտենության հոր հետ հավիտյան երկնքում թագավորենք։ Այդ դա էր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Ես ձեզ մի բան կասեմ, դուք բոլորդ համոզված եք, որ այդ ձև է։
Ես ինչքան մտածել եմ այս երկրի վրա, երկրագնդի վրա, թե մի հատ մեծ գումար չկա, մի հատ ոսկու կշիռ չկա, թե մի հատ ուժ գոյություն չուներ, որ մարդուն ազատեր իր եսից։ Ես դա ոչ միտեղ չեմ տեսել, որ մարդը տանի գումար տա ու ինքը իր հին մարդից ազատվի։ Հիսուս Քրիստոսը ծնվեց, որ ինձ ու քեզ այդ հին մարդից ազատի։ Այդ դա էր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, որ մենք ազատ լինենք այդ հին մարդից, որ մենք ազատ լինենք քույրեր ջան, եղբայրներ ջան, մեղքից, կապանքից, անօրենությունից։ Ղուկաս 2:32-ում Սիմոն Ծերունին ինչ ասում է լույս հեթանոստերին լուսավորելու։ Այսօր այդ լույսը քո սրտում է։ Դու թույլ տուր, որ այդ լույսը լուսավորի քո ներսը ու դու ճանաչի քո մեղավոր վիճակը։ Գիտես, եթե խաղաղություն չունես, թույլ տուր Հիսուսը քո սրտում ծնվի, այդ խաղաղությունը կլսվի քո ներսը։ Եթե ուրախություն չունես, եթե հոգևոր կյանքում սենց չես կարողանում առաջ գնալ, մի կերպ զորով, քուրս ու աղբերս, այսօր ավետարանն ինձ ու քեզ ավետիս է տալիս, ասում է Հիսուսը ծնվել է, համաձայնվի, սիրտդ բաց արա, ճանաչի քո անկարող վիճակը, ճանաչի քո մեղավոր վիճակը, ասա Տեր Աստված, այսքան տարի ես իմ դեմ կռիվ եմ տվել, ես չեմ կարողանում ազատվեմ, այսքան տարի ես մարդկորեն ուզեցել եմ անել չի եղնում, այսօր ես հանձնվում եմ, արի ծնվի իմ սրտի մեջ, արի փոխի իմ ներսը, արի փոխի իմ էությունը, ես քեզ եմ ուզում, ու տես ոնց է ներսդ փոխվում, ու տես ոնց է ներսդ լսվում, ու տես դու դառնում ես ուրիշ մարդ։ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը նա էր, որ այդ սքանչելին, խորհրդականը, հզոր Աստվածը, հավիտենության հայրը, խաղաղության իշխանը իմ ու քո ներսում թագավորի, ու մենք էլ լինենք մի մարդ, որը նման է իր առաջնորդին։ Այսօր Հիսուս Քրիստոսի ծնունդը, քույրեր ջան, եղբայրներ ջան, դա տվեց մեզ, որ մենք վերստին ծնունդ ունենանք ու հավիտենական կյանք ունենանք։ Բերեք դրա վրա մտածենք, տարին նոր է սկսվե, հին տարում ինչ եղավ, թող, զղջա, խոստովանվի, ճանաչի Հիսուսին, ճանաչեմ ես իմ մեղավոր վիճակը, ինչպես պաշտամունք սկսելուց առաջ եղբայրը կարդաց, Պողոսը, լույսը ծագեց Պողոսի սրտերի մեջ, ու այդ Սողոսը դարձավ Պողոս։ Այսօր դու համաձայնվի, ես համաձայնվեմ, այն ինչը որ իմ հոգևոր աճի համար Աստծուց է կախված, քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստված ամեն ինչ անում է, բայց այն ինչ որ ինձանից է կախված, այդտեղ արդեն ես թուլանում եմ, տկարանում եմ, թող Աստված օրհնի, թող Աստված լեցնի, զորացնի, որ այս պաշտամունքի ընթացքում, որ իրապես Աստված գա ծնվի մեր բոլորի կյանքում, Աստված օրհնի բոլորիդ։